Քեզանից հետո սերիալը շարունակում է մնել ամենաքննարկվող և ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Այն իր առաջին իսկ սերիայից գրավեց հանդիսատեսին ոչ միայն հետաքրքիր սյուժեով, այլև մարդկային պատմություններով, որոնք բոլորին մոտ են ու հուզիչ։ Սյուժեն բացի սիրո և հանցագործության բարդ գծերից նաև ունի ընտանեկան խորը դրվագներ։ Դրանցից ամենահուզիչներից մեկը վերաբերում է հենց գլխավոր հերոսուհու Նևային, պարզվում է, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Այս բացահայտումն արդեն իսկ բերում է լրացուցիչ դրամատիզմ, քանի որ հեռուստադիտողը հասկանում է՝ աղջիկը ոչ միայն պայքարում է իր կորուստների ու հարվածների դեմ, այլև իր իսկ առողջական վիճակի։ Էվայի ու նրա հոր միջև տեղի ունեցած երկխոսությունը սերիալի ամենաազդեցիկ պահերից մեկն է։ Հայրը փորձում է ուժեղ լինել, բայց աչքերում երևում է տագնապն ու վախը իր դստերը կորցնելու։ Հերոսի կերպարը մարմնավորում է սիրված ու տաղանդավոր դերասան Արմեն Մարգարյանն, ով իր խաղով կարողանում է հանդիսատեսին հասցնել այն եզրին, որ դժվար է զսպել արցունքները։ Այս գիծը ևս մեկ անգամ ընդգծում է Քեզանից հետոն ոչ միայն դրամատիկ սերիալ է, այլ խորապես մարդկային։ Միևնույն ժամանակ սյուժեի հիմնական գիծը շարունակում է զարգանալ 3 ընկերների շուրջ, ովքեր հայտնվել են Ամերիկայում։ Նրանցից մեկը պարտքերի տակ է ընկնում, և մյուս երկուսը, չնայած ռիսկերին, որոշում են անել ամեն ինչ օգնելու իրենց ընկերոջը։ Սա հենց այն կետն է, որտեղ սկսվում են գլխավոր փորձությունները։ Ընկերությունը, պարտքը, հավատարմությունը և սեփական կյանքը վտանգի տակ դնելու պատրաստակամությունը դառնում են պատմության շարժիչ ուժը։ Հենց այստեղ էլ առավել բարդ իրավիճակում է հայտնվում Ռոբը։ Մովսես Երեմյանի մարմնավորած կերպարը կարծես կանգնած է երկու քարի արանքում։ Մի կողմից նա գիտի, որ ճիշտ քայլը զարդերը վերադարձնելն է Էվային, նրա ներսում ուժեղանում է մեղքի զգացումը և պատասխանատվությունը։ Բայց մյուս կողմից կա ընկերոջ ճակատագիրն, ում համար նա պատրաստ է զոհել նույնիսկ սեփական կյանքը։ Այս հակադրությունն է, որ Ռոբի կերպարին տալիս է առանձնահատուկ խորություն։ Նա ոչ միայն հանցագործ է, այլև մարդ ներսում կռվող իր ճշմարտությունների հետ։ Սոցիալական ցանցերում սերիալը շարունակում է ամեն օր հավաքել հազարավոր մեկնաբանություններ ու գովեստի խոսքեր։ Հանդիսատեսը նշում է, որ Անի Երանյանի խաղն ուղղակի անթերի է։ Նրա էմոցիոնալ ճկունությունը, հուզմունքը և էկրանի վրա ներկայացված ներքին պայքարը նրան դարձնում են դերի համար իդեալական։ Նա կարողանում է այնպես ներկայացնել Էվայի ապրումները, որ հանդիսատեսը ոչ թե պարզապես հետևում է, այլ ապրում նրա հետ։ Սերիալը յուրահատուկ համադրություն է քրեական դրամայի, սիրո պատմության և ընտանեկան հուզիչ դրվագների։ Յուրաքանչյուր նոր սերիա բացում է նոր շերտեր և թողնում այնպիսի հարցեր, որոնց հանդիսատեսը անհամբերությամբ է սպասում։ Քեզանից հետոն արդեն հաստատվել է որպես սեզոնի ամենահաջողված և ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Այն ոչ միայն ժամանց է, այլև ստիպում է մտածել մարդու ընտրության, հավատարմության, սիրո ու կյանքի արժեքների մասին։ Ես ու Մոսոն մշտապես շփվում ենք և շատ լավ հարաբերություններ ունենք։ Ինչ-որ չափով ես եմ պահում հարաբերությունները, ինչ-որ չափով ինքը, դա միակողմանի չէ և իմ կարծիքով նորմալ է։ Իր հարցազրույցներից մեկում ասել էր սիրված դերասանուհի Անի Երանյանը. «Վախեր չեմ ունեցել նրա հետ նոր նախագիծ սկսելուց առաջ, ընթացիկ լինում են շատ խնդիրներ, բայց էլ չունես հետդարձի ճանապարհ ու ստիպված պիտի ձգտես, որ դա անես մաքսիմում պատվով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իսկապես դժվար է ինչ-որ բան անել, անգամ եթե դու քո ալիքի համար ինչ-որ բան ես անում, ամեն ինչը դու պիտի անես։ Հայաստանում շատ ավելի հեշտ է։ Ես ու Մոսոն ուղղակի որոշեցինք միասին նախագիծ անել։ Ի սկզբանե որոշել էինք, որ ընդհանրապես մենք չենք խաղալու։ Հետո հասկացանք, որ հանդիսատեսը կարոտել էր ինձ ու Մոսոյին միասին ինչ-որ տեղ տեսնելուն, որովհետև ուզենք թե չուզենք, շատ մարդիկ դեռ այն ժամանակվանից սոցկայքերից մեր զույգը սիրել էր։ Այդ մարդկանց հնարավորություն ենք տալիս ևս մեկ անգամ մեզ միասին տեսնելու։ Երբ նկարը հրապարակեցինք, շատերի մոտ նոստալգիկ վիճակ էր։ Ես ընդհանրապես դեմ եմ, որ դու նախագծի պրոդյուսերն ես և խաղում ես, որովհետև միաժամանակ քո խաղալու ընթացքում լիքը հարցեր ես լուծում։ Ես ու Մոսոն բացի խաղալուց անընդհատ տարբեր հարցեր էինք լուծում։ Ֆիլմը սիրուն սիրո պատմություն է ընկերության, սիրուն ընտանիքի ու դրանց արժեքների մասին։ «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում խոսելով Քեզանից հետո ֆիլմի մասին պատմել էր դերասանուհի Անի Երանյանը։
Իսկ դուք հասցրել եք դիտել հեռուստասերիալի 3-րդ սերիան, եթե այո, ապա կխնդրենք, որ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ձեր կարծիքը և իհարկե չմոռանաք գրել նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն, իսկ հեռուստասերիալում ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի և ոչ մի սերիա, եղեք տեղեկացված և իհարկե դիտեք այս ամենահուզիչ պատմությունը: Նշենք, որ հեռուստասերիալի սցենարիստն անկրկնելի Անի Մաղաքյանն է: